Բարի օր գործարալիքին միացած հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, սա թարմ ուղեղով զրույցն է, իսկ իմ զրուցակից Ավետիք Քերոփյանն է, Հայաքվե միավորման վարչության անդամ։ Բարի օր, պարոն Քերոփյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր տաղավարում եք։ Մենք մի շարք թեմաներ ենք առանձնացրել, որոնք պիտի քննարկենք, իհարկե անվտանգային ուղղությամբ, բայց կարևոր մի հարց կա, որը վերջին ժամանակներում քննարկվեց ու տենց այսպես ամբողջական ինֆորմացիա մենք չստացանք, թե ինչ է տեղի ունենալու մայիսի 28-ին, ինչ որ կազմակերպվում է պետության կողմից, վարչապետը իհարկե հայտարարեց, որ զորահանդես է լինելու, բայց կուզեմ մանրամասներ եւ ձեր տպավորությամբ ինչ է սպասվում այդ օրը մեզ եւ ինչի համար։ Իմ կարծիքով ընդհանրապես կարևոր չէ այդ օրը ինչ է տեղի ունենալու, կարևոր է միայն հասկանալ, որ դա տեղի ունենում առաջին հերթին նախընտրական տրամաբանությամբ եւ երկրորդ հերթին Ադրբեջանի թույլտվությամբ։ Գիտենք, որ այս իշխանությունները ընդհանրապես որևէ բան չեն անում առանց իրենց հետ համաձայնեցնելու, մանավանդ խոսքը գնում է մեր պաշտպանական համակարգին, պաշտպանական կարողություններին, ռազմական կարողություններին եւ կարեւոր է միայն դա հասկանալ, որ այո, համաձայնեցրել են այդ քայլը, այդ զորահանդես կամ ցուցադրություն կամ ինչպես մի անգամ հարցազրույցներից մեկում ասեց հաշվետվությունը, դա արվում է հենց Ադրբեջանի եւ ուղիղ կերպով իր համար լիվի թույլտվություն Ադրբեջանի։ Այդ էլ պարզ չի, որովհետեւ իրականում դա պետք է լինի ցանկացած զորահանդես, դա հաշվետվություն է սեփական ժողովրդին, բայց միայն զորահանդեսով չէ։ Այդ հաշվետվություն պետք է ներկայացվի օրինակ ասելով, թե ինչու 4 տարուց ավել է կամ մոտավորապես 4 տարի է ռազմակալված են Հայաստանից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, թե ինչու որևէ քայլ չի ձեռնարկվում օրինակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքում որևէ առաջընթաց չկա։ Հեսա շուտով 2 տարի կլինի Գիրանցում ոսկեպարոյի Պերքաբերի հատվածում դիրքեր ենք զիջել եւ տարածքներ ենք հանձնել, ասում ենք, բայց իրականում արել է այս իշխանությունը իր կամակատար զինվորականների, իր կամակատար պետական պաշտոնյաների մասնակցությամբ եւ աջակցությամբ եւ դրանից հետո գետ 1 հատվածում 1 սանտիմետր լրացուցիչ սահմանի գծում եւ սահմանազատում տեղի չի ունեցել։ Այդ հաշվետվությունն է պետք, ոչ թե մայիսի 28-ին ինչ որ ֆիկտիվ ինչ որ քայլեր կլինի դա հանրապետության հրապարակում կամ սարդարապատում, ինչպես ասում են, ոնց որ թե սարդարապատում են պատրաստվում անելը, անհասկանալի է։ Այսինքն իմ համար հասկանալի է, բայց անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են պատրաստվում ժողովրդին հաշվետվություն տալ։ Զրույցներից մեկի ժամանակ այս տաղավարում ԿՊԱ-ական Արման Եղոյանը նշում էր, որ այ Իրանցի հատվածում կան տեղեր, որտեղ մենք նաև ունենք առաջընթաց եւ փոխանակում տեղի ունեցել սահմանագծման սահմանազատման արդյունքում եւ այն հարցին, թե ինչու մենք դրա մասին տեղյակ չենք եւ դրա մասին չի բարձրաձայնվել, պարոն Եղոյանը նշում էր, որ պարտադիր չի, որ ամեն ինչ բարձրաձայնվի։ Այս հարցերը արդյոք բարձրաձայնման կարիք ունեն եւ հանրությունը պիտի կետ առ կետ տեղյակ լինի, թե սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում Սյունիքից սկսած մինչեւ Տավուշ, Տավուշից մինչեւ, չգիտեմ, Ջերմուկ, մենք ինչ փոփոխություններ ենք տեսնելու եւ Թշնամին ինչքան է առաջ գալիս, հայկական կողմից եթե առաջ գնում են, ինչքան են գնում ըստ քարտեզների։ Ուրեմն այդ առաջընթացը, եւ առաջ խաղացումը փաստված է արմենիական լուսանկարներով եւ այդ քարտեզներով։ Ադրբեջանցիք մի դիրք, մի 300 մետր հետ են տեղաշարժել, մնալով այսպես դա որ հատվածում։ Նույն հատվածում, Տավուշում այդ Գիրանցի մոտակայքում գտնվող մի հատվածում մի դիրք ընդամենը մի 300 մետր հետ են քաշել, մնալով այսպես կոչված ՀԽՍՀ վարչական տարածքում, իմիջիալոց ով էլ ինչ այսօր ասի, այս քարտեզով, այս տարածքը մերն է, այն քարտեզով, այն տարածքը ադրբեջանցիները, դա հանցագործություն է, որովհետև այդ հարցերը կարող են լուծվել միայն միջպետական պայմանագրերով սահմանի մասին եւ Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդի հանրակրվեով, որովհետեւ հարցը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։ Որևէ մեկը իրավասու չէ եւ իրավունք չունի ինչ որ քարտեզ մեջ բերել եւ ասել այս տարածքը մեր այս դիրքը մեր տարածքում է, այս դիրքը ադրբեջանցիների տարածքում է, բայց փաստումն է փաստ։ Եղել է միայն մեկ դիրքի հետ քաշում, մնալով այսպես
ՀԽՍՀ վարչական տարածքի շրջանում, մինչդեռ մենք զիջել ենք հսկայական տարածք եւ մեր պաշտպանական բնակիցը այնտեղ դարձել ուղղակի անպաշտպանելի։ Այսինքն եթե քարտեզով նայենք այն հատվածը Բերքաբերի ջրամբարի մոտով, որ եկել հասել է մինչև Կիրանցի հայտնի շրջադարձը, որտեղ ժամանակին տեղակայված էր ոստիկանական բաժանմունքը եւ այնտեղից իր քայլերը սկսեց Բագրատ Սրբազանը Տավուշ հայրենիքի փրկության շարժման առաջնորդը եւ դրանից հետո Սրբազան պայքարի առաջնորդ այնտեղից սկսեց այդ հատվածը մնացել է արդեն հայտնվել է թուրքերի ձեռքում եւ բնագիծը այնտեղ դարձել է այնպեսի որ թուրքերը ադրբեջանցիները եկել մխրճվել են մեր դիրքերի արանքը այնքան որ ելեմ կրկնում այդ տարածքը դարձել ուղղակի անպաշտպան միայն մի պատով որ արդեն ճաքեր է տվել այդ պատով է անջատված Կիրանցի բնակչությունը ադրբեջանական դիրքերից մինչդեռ կան նաեւ այլ փաստեր օրինակ հետքաշումներ կամ հենց նույն Բերքաբերի ջրամբարի հատվածում մեր դիրքը որը որ փոքր այնտեղ թերակղզի կա այդ դիրքը գերիշխող դիրքեր զբաղեցնում գերիշխող բանուներ դիրքուներ շրջակա գյուղի նկատմամբ ջրամբարի հակառակապին գտնվող այդ դիրքը ոչնչացվել է հետ են քաշել մերոնք եւ փաստորեն այդ տարածքը հանձնվել է թուրքերին առանց որևէ համարժեք փոխանակման կամ ընդհանրապես առանց որևէ իրավական գործընթացի։ Այսինքն այն ինչ որ կատարում իրականում թաքուն է պահվում մեզնից, գիտենք որ այս վարչախումբը հայտնի իր այսպես ճակերտավոր թափանցիկությամբ, այսինքն լրիվ հակառակը, այսինքն թաքուն պայմանավորվածություններ, բանավոր լինեն, դեն գրավոր լինեն եւ իրականությունը լրիվ այլ է։ Դուք ինչպես եք պատկերացնում, այդ դուք քաղաքական հայտ եք ներկայացրել ու պատրաստվում եք ներկայացնել ձեր ծրագիրը, ձեր տեսլականը եւ մշտապես հանրությանը նոր կուսակցություններ ձևավորելիս, թե նոր ուժեր ձևավորելիս հետաքրքրում է անվտանգության հարցը իմ տպավորությամբ հատկապես այս օրերին, ձեր տպավորությամբ, ձեր տեսլականը ինչպիսին է այս հարցերում։ Մենք անվտանգության ռազմավարություն ասելիս պետքա չէ տարբեր ուղղություններ հասկանալ։ Իհարկե եւ ասեմ մի բան, որ այստեղ եթերում մի անգամ կարծեմ հնչել է իմ այլ գործընկերների կողմից հայակվեն ձեռնամուխ էր եղել դեռ անցյալ տարի մշակելու ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ։ Ինչ եմ ասում հայեցակարգ, ոչ թե ռազմավարություն, որովհետեւ ռազմավարություն մշակելու համար պետք է տիրապետես իրական թվերին, պետք է ունենաս նաեւ լծակներ այդ ռազմավարությունը իրականացնելու, այլապես քո ոնց որ մտադրությունը անլուրջ կլինի։ Բայց ամեն դեպքում մենք ներկայանալով որպես եւ հանդիսանալով որպես ազգային ուժ եւ ունենալով մեր մտքում առաջին հերթին հարատև եւ կայուն կենսունակ հայկական պետությունը, մենք ձեռնամուխ ենք եղել այդ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ ստեղծելուն եւ անցյալ ամիս ներկայացրեցինք Մամլո Ասուլիսի եւ այսպես շնորհանդեսի տեսքով ներկայացրեցինք այդ հայեցակարգը, որում առանձնահատուկ դեր եւ առանձնահատուկ հատված է նվիրված հենց ազգային շահերի ձևակերպմանը, որը կարծում եմ անկյունակարային նշանակություն ունի, ինչու, որովհետեւ այդ ազգային շահերի հիման վրա պետք է ձևավորես քո ռազմավարությունը եւ ընդհանրապես այդ ազգային շահերը պետք է թելադրեն, թե ինչ ես անում ընդհանրապես։ Մենք ձևակերպել ենք այդ ազգային շահերը, իհարկե ասելով ձևակերպել ենք, դա միայն հայակվեի անդամների կամ հայակվեի վարչության անդամների տեսակետը չի դա, ուսումնասիրել ենք։ Պարոն Քերոբյան, բայց այս պահին դուք թվեր չունեք հստակ։ Թվերը մի քիչ դժվար է, ասեմ ինչ է դժվար թվերը, որովհետև այսօր դեռ պետք է պարզել, թե մեր դաշտը, հա, անվտանգային դաշտը ինչ չափով է ականապատված։ Ինչի նկատի ունեմ, այսօրվա իշխանությունը իրականում ականներ է դրել հայկական պետականության հիմքերի տակ։ Օրինակ բերեցի մի քիչ առաջ, անպաշտպան դարձած եւ անպաշտպանելի դարձած Տավուշում մեր բնակիչներից մեկը։ Օրինակ Վայքում, Վայոց ձորում մեր պաշտպանության վիճակը։ Գիտենք, որ 2022 սեպտեմբերի հարձակումից հետո պատշաճ ռազմական արձագանք
ավելի շուտ հակազդում չստանալուց հետո ադրբեջանցիները մխրճվել են մինչև 6.5-7 կիլոմետր որոշ տեղերում եւ մեր խորությունը սահմանից սահման այնտեղ 25-26 կիլոմետր ընդհանուր առմամբ որի միջով անցնում է 26 կիլոմետր լայնությամբ հատվածով անցնում է միջպետական ճանապարհը Սյունիքը Հայաստանի հյուսիսին կապող ճանապարհը եւ եթե պատկերացնենք որ այսօրվա սպառազինության պայմաններում այդ 26 կիլոմետրը գրակի տակ ամբողջապես գրակի տակ պահելը ադրբեջանցիների համար ընդհանրապես դժվարություն չի ներկայացնում կհասկանանք թե ինչ աստիճանի ծանր եւ չասեմ անելանելի, բայց շատ դժվար վիճակում ենք հայտնվել։ Հետևաբար պետք է նախ պարզենք, թե ինչ վիճակում ենք։ Իհարկե գույքագրել ենք ազգային անվտանգության սպառնալիքները եւ ներքին եւ արտաքին եւ գլոբալ եւ տարածաշրջանային, դրանք եթե թվարկեմ մենք 2 ժամ այստեղ կխոսենք, ինչպես պատրաստ եմ դրա շուրջ խոսելու, բայց որպեսզի մնանք մեր զրույցի սահմաններում, ասեմ, որ այդ գործը հենց դրանից պետք է սկսել։ Այսինքն պետք է նախ վերլուծես սպառնալիքները, հասկանաս թե ինչի այդ գործ ունես, իսկ գործ ունենք ոչ միայն մեր պետության կամ սահմանների նկատմամբ ֆիզիկական սպառնալիք կամ դրա իրականում այդ սպառնալիքների հետ, այլ գործ ունենք ազգային ինքնության, հենց հայ ազգային ինքնության վրա լայնամասշտաբ հարձակման հետ, որին միջայլոց պետք է հասկանանք, որ այսօրվա իշխանությունները գործընկեր են Թուրքիան եւ Ադրբեջանին, այդ հարցում գործընկեր են, չեն էլ դա թաքցնում։ Եվ այսօր արդեն հրապարակված, հայ իսկ հրապարակվել կարծում 2 օր առաջ, իրենց քաղաքական ծրագրում ինքնության վրա հարձակումները ընդհանրապես թաքցված չեն։ Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը, հա, եկեղեցու այսպես բարեփոխում ճակերտավոր իսկ իրականում հարձակում եւ ապամոնտաժումը, հա, եւ այլն, բանակի որպես անվտանգության կարևորագույն գործոնների նսեմացումը, ել չասած գրթական համակարգ, հա, կախվածությունների մի շարք, որը իրականում ոչ այլին չէ, քան պետության ապամոնտաժման հիմքեր։ Ձեր ծրագրից խոսենք, պարոն Քերոբյան։ Իշխանությունը պարզ է եւ որքան էլ մենք քննադատենք, իրենք միշտ դրականն են տեսնելու եւ դրականն են ներկայացնելու եւ ոչ միայն չեմ ուզում մենք շատ այդ հարցի շուրջ այս պահին խորանանք, կուզեմ որ ձեր պատկերացումների մասին խոսեք, թե հատկապես որ ուղղությունն եք այս պահին կարևորում այս անվտանգային տեսանկյունից, ինչից է պետք սկսել, այ դիվանագիտության մեջ անվտանգային այսպես բարձիկներ ունենալը շատ կարևոր է ու կարևոր է նաև որ հետագայում այդ շղթան ճիշտ ուղղությամբ տանի, մենք արդյոք այդ իմաստով պատրաստված ենք ու դուք ոնց եք տեսնում։ Ասում եք որ իշխանությունները թշնամի պետությունների հետ են հարաբերություններ կարգավորում, հետևաբար դա դիվանագիտության մեջ նաև վտանգավոր է։ Այո, եւ պատահական չէ, որ մենք մեր անվտանգային ռազմավարության հայեցակարգում առաջին ռազմավարական նպատակը այս դիվանագիտական կարողությունների ուժեղացումն է եւ դրա հետ զուգահեռ համայն հայության ռեսուրսի մոբիլիզացիան եւ պետք է ասել, որ դիվանագիտության բնագավառում եւ ոլորտում այս իշխանությունը ամենամեծ զիջումներ է արել հրաժարվելով իրավահավասարությունից։ Իրավահավասարությունը միջազգային հարաբերությունում դա ամենակարևոր գործիքն է, որը ապահովում է շահերի պաշտպանություն։ Եթե դու հրաժարվում ես իրավահավասարությունից եւ զիջում ես միջազգային կոնվենցիաներով ապահովված իրավունքներ, օրինակ բերեմ, հա, ասենք բնական իրավունքներ կան, կյանքի իրավունք կա, հա, բնակավայրում բնակվելու իրավունք կա եւ այլն, հա, կան այլ իրավունքներ միջազգային կոնվենցիաներով սահմանված եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշումներով սահմանված, օրինակ այս վերջերս սնվելու իրավունքը, հա, պարենի իրավունքը, որին դեմ արտահայտվեցին միայն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, պարզ է ինչի համար, որովհետեւ Իսրայելը այդ ժամանակ սովը օգտագործում էր, ասենք, Գազան մաքրելու եւ այնտեղից բնակչությունը վտարելու նպատակով, դրանք իրավունքներ են, որոնք պետք է տեր կանգնես։ Հիմա պատմամշակութային օրինակ եմ բերում, հա, պատմամշակութային ժառանգությունը, որը քո անկախտելի սեփականությունն է, այսինքն դու դա ստեղծել ես, չես կարող դրա վրա իրավունքները զիջել,
Հայ զիջեցիր այդ իրավունքները։ Իրավունք չունես այլևս կոչվելու ազգ, հայ կոչվելու իրավունք չունես, որովհետև դու քո հայ լինելու ապացույցներն են դրանք, քո այդտեղ ապրելու իրավունքների ապացույցներն են։ Զիջում են մշակութային ժառանգության իրավունքները, բնակության եւ գույքի իրավունքները, օրինակ Հիմա խոսքը Արցախի մասին է, չէ՞, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, իհարկե, բայց պետք է հասկանանք, որ Արցախը առանց Հայաստանի եւ Հայաստանը առանց Արցախի, դրանք անկենսունակ հասկացություններ են։ Եթե մենք զիջում ենք Արցախը եւ զիջում ենք Արցախի նկատմամբ իրավունքները, չեմ ասում, որ պատերազմ հրահրենք, գրանք Արցախը գրավենք, հա, որտեղ դա այսօր իրատեսական չէ, այս իշխանությունը մեզ այնպեսի վիճակի չի բերել, որ մենք կարողանանք դա անել, պետք է չէ դրա մասին այսօր խոսել, որովհետև դա անիրատեսական է, բայց պետք է տեր կանգնել եւ պետք է առնվազն պաշտպանել այդ իրավունքները, որոնք մերն են, այդ իրավունքները մեզից անբաժան են, հա, արցախցիների կյանքի իրավունքը, որի վրա հարձակում է գործվել եւ շարունակում է գործվել այսօր էլ, արցախցիների գույքային իրավունքները, Հայաստանի եւ հայ ժողովրդի ընդհանրապես իրավունքները Արցախում թողնված պատմամշակութային ժառանգության նկատմամբ, գույքային իրավունքների եւ այլն, դրանք մեր իրավունքներ են, դրանցից հրաժարվելը նշանակում է հրաժարվել իրավահավասարության սկզբունքից եւ տանել երկիրը կործանման։ Ինչ վերաբերում է, ասենք, անվտանգության մնացած բաղադրիչներին, իրականում հայակվեն իթիվս այլ ուժերի, բայց դրա մասին երևի մենք բարձրն ենք խոսում եւ ամենահիմնավորված առվազն են առումով, որ ներկայացրել ենք եւ դրա հայեցակարգ եւ ջատակով ենք հանդիսանում համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի, որի հիմնական իմաստն է, եթե տերենք մեր երկրին, ապա տեր պետք է լինենք բոլորով, եթե կռվում ենք կամ մտնում ենք կռվի մեջ, ապա կռվի մեջ պետք է մտնենք բոլորով, չպետք է մնա անմասն Հայաստանի պաշտպանությունից, չպետք է անմասն մնա Հայաստանի պահանջատիրությունից։ Այսինքն մենք բոլորով պետք է լինենք պահանջատեր, բոլորով պետք է մասնակից լինենք այդ պահանջատիրությանը։ Այլապես այն ոչ պահանջատերներին կօգտագործեն ներսից որպես 5-րդ շարասյուն, ինչպես հիմա անում են։ Պարոն Քերոփյան, շատ կարևոր է ուժերի բալանս ասվածը, որի մասին շատ հաճախ խոսվում է։ Այ ոնց եք դուք դրան վերաբերում, արդյոք ուժերի բալանսը այստեղ որոշիչ հարց չի, ու մենք մեր փոքր լինելով, մեր, չգիտեմ, վատ վիճակում գտնվելով, ինչպես դուք ասացիք, իշխանությունը այն օրի է բերել, որ մենք հնարավորություն ու շանս էլ չունենք այս պահին Արցախ վերադարձնելու, ամեն դեպքում ինչպես եք դա պատկերացնում։ Այ մարդիկ ասում են, մենք չենք ուզում պատերազմ։ Գոնե մի խումբ կա, չէ՞, մարդկանց, որ ասում պատերազմ չենք ուզում։ Ես էլ չեմ ուզում պատերազմ։ Ես էլ չեմ ուզում, բայց ուզում եմ, որպեսզի իմ ձեռքում լինի գործիք ագրեսիան զսպելու, իմ նկատմամբ ագրեսիան զսպելու, Հայաստանի նկատմամբ պատերազմի սպառնալիքը զսպելու եւ այդ պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու։ Բերեմ մի իմ կողմից շատ հարազատ եւ սիրված Կարլ Սայգանի մի խոսքը սպառազինությունների մրցավազքի հետ կապված, որը այսպես միջուկային սպառազինությունների մրցավազքը նմանեցնում էր բենզինով լցված մի սենյակի, որում գտնվում էին այն ժամանակ, ասենք, միջուկային տերությունները, Խորհրդային Միությունների Միացյալ Նահանգները, եւ որոնցից յուրաքանչյուրը, ասենք, այդ վիճակն է նկարագրում, ասում է, այս վիճակում մարդիկ բան են անում, բարձրանում են, թե ում ձեռը ավելի շատ լուցկի կա։ Հիմա այդ սենյակ մտել են Իսրայելը եւ եւ Հյուսիսային Կորեան։ Հա, իրենք իրենց լուցկիներով մտել են բենզինով լցված սենյակը։ Ինչ է դա, պատերազմի սպառնալիք, թե պատերազմի սպառնալիքի զսպում։ Իհարկե երկրորդը, որովհետեւ միջուկային զենքը այսօր առնվազն դեռևս համարվում է զսպման միջոց եւ պատերազմի եւ ընդհանրապես պաշտպանության ամենալավ միջոցը դա զսպումն է։ Հիմա մենք չունենք ռազմավարական խորհրդություն մեր տարածքում։ Մենք չունենք ռազմական ուժի գերակշռություն, հա։ Հենց այս իրավիճակում, այ շեշտելով նաև ձեր ասածը։ Այո, այս իրավիճակում պետք է զարգացնել զսպման միջոցները։ Հիմա եթե ին վրա հարձակվեն կամ հարձակվելու մտադրություն ունենան, բայց իմանան, որ ձեռից դանակից բացի մեջքից հետևը մի հատ էլ ավտոմատ կա, հետևս էլ մի շենքի անկյունի հետևում մի խումբ հայրենակիցներ
որոնք պատրաստ են մտնելու կռվի մեջ, եթե ին վրա հարձակվեն, հա, եւ դիմացինս դա գիտի։ Ինքը երկար ծանր ու թեթև կանի, մինչեւ ին վրա հարձակվելը։ Եթե այդ հայրենակիցներս էլ պատի հետևից Երևան, եւ ոչ միայն հայրենակիցները, այլ նաեւ իրենց թիկունքում լինեն ելի մի խումբ մարդիկ, որոնք շողշողացող զենքները ձեռքին կասեն նայ հանգարց չշփոթվես, որովհետեւ եթե հանգարց կրակեցիր, միանգամից կոչիչացնեն քեզ, ապա այդպիսի թշնամին կհրաժարվի մեր վրա ագրեսիայի սպառնալիքից կամ ընդհանրապես հարձակվելուց։ Մեր տրամաբանությունը այս անվտանգային ռազմավարությունը կազմելիս հենց դա է ստեղծել եւ ընդհանրապես մտածել դրանց ստեղծման ուղղությամբ առաջին հերթին եւ հետո ստեղծել ռազմավարական զսպման միջոցներ, ես չեմ ասում զանգվածային ոչնչացման զենք, որովհետեւ Քավլիցի ես դրա կողմնակիցը չեմ, համարում եմ դա հանցագործություն մարդկության նկատմամբ, բայց պետք է լինի այնպիսի գործիքներ, որոնք հակառակորդին գոնե պատկերացում կտան, որ հարձակվելու դեպքում անվերահսկելի կամ անընդունելի կորուստներ կպատճառեն իրենց։ Չհանրայնացնելով դուք ունեք տարբերակներ։ Չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև եթե ես հիմա դրա մասին խոսեմ իշխանություն չլինելով, ինձ թեթևամիտ քաղաքական գործի տեղ կդնեն։ Ես դրա մասին չեմ էլ կարող խոսել, որովհետև չեմ տիրապետում այսօր բյուջետային միջոցները եւ չեմ տիրապետում սուվերեն միջոցների, հա, այսինքն ինքնիշխան որոշումներ կայացնելու միջոցներին չեմ տիրապետում այսօր, բայց պետք է հասկանանք, որ ընդհանրապես ասած անվտանգությունը գալիս է նաև ինքնիշխանությունից, դա ինքնիշխանության ացենցիալ է եւ հակառակը, ինքնիշխանությունն էլ դրա ացենցիալ է, ինչքան ավելի դու ուժեղ ես, այնքան ավելի ինքնիշխան ես։ Բայց տեսեք, այսօր զիջել են ոչ միայն անվտանգությունը, երեք չառաջուրը շատ բարձր բեմից, շատ բարձրախոսից հայտարարվեց անպատասխանատու եւ ընդհանրապես թշնամական կերպով, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն եւ հակառակը, հա, որը որակել այլ կերպ քան պետական դավաճանություն չի կարելի։ Դա ուղղակի ինքնախոստովանություն է նրա, որ դավաճանել են հայ ազգի եւ հայկական պետականության շահերը, դրանք ստորադասելով հարևան ագրեսիվ, ակնհայտ եւ անթակույց թշնամական վերաբերմունք դրսեւորող Հայաստանի տարածքը ռազմակալած երկրի քմահաճույքին կամ ողորմածությանը։ Այլ կերպ քան դավաճություն դա հնարավոր չէ որակել։ Մի կողմից մի փոքր հասկանալի է թե ինչա տեղի ունեցել, երբ ասում են, որ Ադրբեջանն է, չէ՞, մեր անվտանգության երաշխավորը իրավիճակը պատկերացնելով այս պահին, բայց հակառակ դեպքում թե մենք ինչպես կարող ենք լինել Ադրբեջանի անվտանգության երաշխավոր։ Խոսքը խաղաղության մասին է, չէ՞, այստեղ խաղաղության իրենց ծրագրի։ Ուրեմն, քանի որ աշխարհում չկա խաղաղություն, հա, եւ պետք է հասկանանք, որ այսօր ոչ չկա ձգտում էլ չկա։ Ձգտում էլ չկա, խաղաղության ձգտում ընդհանրապես չկա աշխարհում։ Հա, եթե տեսնենք թե որտեղ է վառվում այսօր ակտիվ վառվում պատերազմները, պետք է ընդհանրապես մի բան փաստել, որ երրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի մեջ է մինուս միջուկային զենք։ Հա, Հնդկաստան, Պակիստան, Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրանը այսպես իր ձեռքի ունեցած բոլոր միջոցները օգտագործում է Միացյալ Նահանգներին վերադարձնելու քաղաքակիրթ աշխարհ, բայց չի հաջողվում առայժմ, նույնը հակառակ կողմից Ռուսաստան, Ուկրաինա մի կողմից եւ Ուկրաինա մեջք հետեւը ՆԱՏՕ եւ առնվազն Եվրամիություն մեծ մասշտաբով ամբողջ Աֆրիկան, Լիբիա, Ենթասահարյան Աֆրիկա, Սուդան եւ այլն իշխանությունը գլուխ է գովում, խոսել խաղաղության մասին հույսը դնելով ինչ որ նախաստորագրված փաստաթղթի վրա, հա, հասկանալով որ այսօր ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ստորագրված ինչ որ միջազգային երաշխավորներ ունենա ոչ մի նման բան, հիշենք Բուդապեշտյան արձանագրությունը, որին երաշխավոր էին կանգնել ԵԱՀԿ-ի երաշխավոր են կանգնել Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը եւ Ռուսաստանը, հա, Ուկրաինայի ապա միջուկայնացման մասով, հա, ոչ մի փաստաթուղթ ստորագրված չի գործում։ Իշխանությունը գլուխ է գովում, ասում է, այ տեսեք, ռումբեր են պայթում, չէ՞, աշխարհի տարբեր անկյուններում եւ ծայրերում, բայց մեր սահմանին զոհ չկա։ Մենք պատերազմի մեջ չենք։ Հարգելի ժողովուրդ, տեսնում եք խաղաղությունը, ինչ պատասխան ունեք դուք դրան։ Մեր սահմանից այնքան ռումբերը պայթում են եւ մեր տարածքը ռազմակալված է եւ որևէ քայլ կրկնում եմ, այդ ուղղությամբ չի իրականացվում։ 2 տարի է շուտով կլրանա, այսինքն 1.5 տարին արդեն անցել է այդ սահմանագծման սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատակարգը հաստատելուց հետո որևէ հատվածում պաշտոնապես որևէ
սանտիմետր չի սահմանագծվել պաշտոնապես։ Իսկ տեղի ունեն լրիվ հակառակը, օրինակ այս իշխանությունը տարատեսակ խոսնակների բերանով, հա, լեգիտիմացնում է ապօրինի խոսույթ։ Օրինակ, սրանից մի քանի շաբաթ առաջ Միասնության թևեր քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանը փաստեր էր բերում արբանյակային լուսանկարներով հաստատված, որ այդ նույն ՀԽՍՀ վարչական սահմանից ներս ադրբեջանական զինուժը նոր դիրք է տեղադրել, վերահսկողություն սահմանելով մեր բնն հերքեց սուտ է, որտեղ ՊՆ-ի հերքումը, եթե մանրամասն հերձենք, ասենք ՊՆ-ի մամլո խոսնակի իմիջիալոց ասենք զավեշտալին որ մամլո խոսնակի բերանով է հերքում, հա, ցույց էր տալիս ինչ որ երաչափ թվային տեղագրական, թվայնացված տեղագրական քարտեզ, որի վրա դրված էր ադրբեջանական նոր դիրքի պայմանական նշանը, բնականաբար այդ սահմանից այն կողմ, հա, դեպի Ադրբեջան, որը ընդհանրապես որևէ ապացույց չէ, որ այդ դիրքը հենց այդտեղ է տեղադրված եւ որ դիրքը տեղադրված է ադրբեջանական ԽՍՀ վարչական սահմանից ներս։ Ընդհանրապես, միջդեռ արբանյակային լուսանկարները փաստում են, որ այդ դիրքը նույնիսկ այդ մեջ բերած քարտեզով այդ դիրքը ընկնում է ՀԽՍՀ վարչական սահմանից ներս։ Հնարավոր չէ գնալ տեղում տեսնել։ Տեսել ենք։ Երբ։ Այդ տեսել ենք։ Երբ եք տեսել։ Հեռադիտակով տեսել եմ, թե որտեղ է դա տեղադրված, հա, եւ արբանյակային լուսանկարներով փաստված է, համադրելով հենց նույն ՊՆ-ի բերած ԳՇ քարտեզը, որը էլի ՊՆ մամլո խոսնակը, չգիտեմ, որ մի լիազորություններ օգտագործում մեջ բերելով, որ դա ունի պարտադիր իրավական ուժ, հա, միջդեռ դա նույնպես ոչ միայն պաշտոնական հանցագործություն, այլ պետական դավաճանություն, որտեղ խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքին եւ սահմաններին, դրա իրավասությունը չունենալով, նույնիսկ նախարարը դրա իրավասությունը չունի, դրա իրավասությունը, քանի դեռ այդ համաձայնագիրը կամ պետական սահմանի մասին միջպետական պայմանագիրը վավերացված չէ ազգային ժողովներով, հա, դրա մասին ոչ ոք իրավունք չունի խոսելու, որ ասի սա է սահմանը, կամ այս քարտեզով է գծված կամ պայմանավորված սահմանը։ Մինչդեռ նույնիսկ այդ սահմանը այդ քարտեզը մեջ բերելով, այո, այդ դիրքը գտնվում է նոր դրված դիրքը, ծստարի ամռանը դրված դիրքը գտնվում է մասամբ գտնվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանից ներս։ Հիմա միայն եթե այդ էպիզոդին անդրադառնանք, թվում է թե շատ փոքր բան, էլի մի 70 մետր ներս են եկել, բայց ներս են եկել, հա, 25 թվականին։ Չէ, փոքր բան չի, քանի մետր ուզում ա լինի, ուզում ա սանտիմետր լինի։ Այո, բայց 20 թվականի պատերազմի ավարտից հետո, երբ որ նույն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տարածված հայտարարությամբ սահմանվում էր, տեսեք այդ հայտարարությամբ, որ զորքերը մնում են կանգնած իրենց տեղերում, դրանից հետո բանա որ հետո պարզվեց որ կա ինչ որ գրավոր հավելում, զորքերը շարժվեցին, հետ քաշվեցին, զիջվեց Գորիս Կապան ճանապարհը, զիջվեցին դիրքեր, հետո տեղի ունեցան ներխուժումներ։ Հետո դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ իրենք իրենց կանգնած տեղից այլևս դուրս չեն գա։ Եվ արեցին հակառակը, առաջ եկան։ Հա, առաջ եկան եւ 21 թվականի մայիսին Գեղարքունիքում, առաջ եկան 21 թվականի նոյեմբերին Սևլեջի հատվածում, հա, Շունիքում, առաջ եկան 22 թվականի սեպտեմբերին, շատ առաջ եկան, հա, Ջերմուկի կամուրջի խաչմերուկից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում դիրքերը։ Իսկ ՀԽՍՀ սահմանից էլ եմ կրկնում, որովհետեւ էլի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև սահմանի մասին միջպետական պայմանագիր չկա։ Այդ սահմանից ներս են 7 կիլոմետր մոտավորապես։ Իսկ մեր բանակը դիրքեր է կառուցում իրենց դիրքերի դիմաց։ Դիրքեր է կառուցում ամրացված, այս ամրացված շրջաններ, որոնք այս վերջերս նույնպես պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձերի գովազդային հոլովակում գովազդում էր, մինչև այդ գովազդը քրեական հանցագործության տարեր պարունակում, պետական գաղտնիքի մասին օրենքի խախտման հատկանիշերով, գովազդում էր, բայց այդ գովազդված դիրքերը կառուցվում են Հայաստանի սահմանից 7 կիլոմետր ներս։ Ռազմական որևէ նշանակություն չունեն, որովհետև գտնվում են ստորադաս դիրքերում, այսինքն ներքև դիրքերում են գտնվում, որևէ բարձունքներ չեն, իրենք վերահսկողություն նույնիսկ կողքում հարևան հայկական դիրքերի ամրացված հարևան դիրքերի նկատմամբ վերահսկողություն չկա։ Եվ կա ընդամենը կասկած, ենթադրություն, իմ պարագայում ես մոտավորապես 99% վստահ եմ, որ կա կուլիսային պայմանավորություն, որը Ջերմուկի շրջանում ռազմակալված դիրքերը պայմանավորություն կա, որ հանձնել են։ Այլապես այդպիսի ամրացված դիրքեր ամեն մեկը $4-5 միլիոն արժողությամբ չէին սարքի։
Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան։ Ռազմարտությունաբերությունից չխոսեցինք, թեթև Մի ակնարկ քանի կանենք։ բառով, այո, որովհետև ժամանակը ավարտվում է, փորձենք դրանից էլ մի քանի րոպե խոսել ու ավարտենք։ Կարճ ակնարկ կանենք, իհարկե ռազմարտությունաբերությունը մեր անվտանգային հայեցակարգում գրավում է եւ մեր պաշտպանական համակարգում, մեր տեսլականում գրավում է, չասեմ առանցքային, բայց շատ կարևոր դիրք, որովհետեւ թույլ է տալիս ապավել քո զորքերի ինքնիշխան եւ անխափան մատակարարումը, բայց Հույսը դնել քո վրա։ Այո, եւ ամենակարևոր բանը այս ամեն ինչում մենք մեր վրա պետք է հույսերը դնենք, որովհետեւ ոչ մի դաշնակից այսօրվա աշխարհում վստահելի չէ, ամեն ինչ դա ապացուցում է, նույնիսկ ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի մնացած երկրների վստահելի դաշնակից չեն, Գրենլանդիայի օրինակը ձեզ վկա, բայց անդրադառնանք ռազմարտությունության այսօրվա վիճակին, բյուջեով նախատեսված 26 թվականի բյուջեով նախատեսված 4 ծրագիր կա ռազմարտությունության զարգացման, անցել է արդեն 3 ամիս, 2026 թվականից այս 4 ծրագրով միասին վերցված ծախսված է ուղիղ 0 դրամ։ Ուղիղ 0 դրամ կառավարության կայքից, էլեկտրոնային կառավարման ինտերակտիվ բյուջե բաժնից, ընտրելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հատվածը եւ այնտեղից պաշտպանության հոդվածը, տեսնում եք, որ ծախսված է գլոր 0 դրամ։ Ինչի համար են մարդիկ աշխատավարձ ստանում, ինչի համար են պաշտոններ զբաղեցնում, ինչի համար են օգտվում պահպանությունից, պաշտպանությունից, չգիտեմ, սոցիալական երաշխիքներից եւ այլն, པարզ չէ։ Պարզ է մի բան, որ այդ մարդիկ իրենց օրենքով իրենց սահմանված լիազորություն եւ պարտականությունները չեն կատարում, ստանում են իրենց աշխատավարձային հոդվածը, եթե բացենք, համարյա 100%-ով կատարված է, բայց բյուջեով նախատեսված մնացած ծախսերը, դա կլինի նոր սպանության նոր նմուշների մշակումը, կլինի փորձանմուշների արտադրությունը, թե նույնիսկ այն ցուցահանդեսների մասնակցությունը կամ ցուցահանդեսի կազմակերպումը 0 դրամ։ Պաշտոնական հանցագործություն, ոչ այլ ինչ։ Կանդրադառնանք մենք իշխանության ներկայացուցիչների հետ այս տաղավարում այս հարցին։ Կարծեմ չեն էլ գալիս։ Չէ, գալիս են։ Դրա համար պատասխանատու մարդիկ չեն գալիս։ Տեսնենք ով կհամարձակվի այդ մասին խոսել, մենք կքննարկենք։ Ես հաջողությամբ բանավեճի կմասնակցեմ այդ հարցով։ Եթե համաձայնեն, մեծ սիրով ես կկազմակերպեմ այս տաղավարում։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Քերոբյան, մեզ լսողներին եւ դիտողներին էլ հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Ավետիք Քերոբյանն էր, Հայաքվե միավորման վարչության անդամը։ Կհանդիպենք, շարունակեք հետևել թարմ ուղեղով զրույցներին եւ գործարարալիքին։